Ձեզ կպատմենք Հիսուսի մասին, որն ապրել է 2000 տարի առաջ։ Ստույգ չգիտենք երեխաներն ինչպես իմացան Հիսուսի մասին ճշմարտությունը, բայց երևի այսպես է եղել։ Քեզ ոչ ոք չտեսավ։ Ինձ ոչ։ Ոչ էլ ինձ։ Քեզ Դժվար թե։ դե լավ գնանք։ Համաձայն չեմ, Բենյամին, կարծում եմ, որ Հիսուսին Աստված է ուղարկել։ Արած հրաշքների համար։ Դրանք կախարդական հնարքներ են։ Հա, ուրիշ ինչպես բացատրես։ Ճիշտ ես, Հովել, բացատրելու կարիք չկա։ Լավ բան է հրաշքը, այն միայն Աստված է անում։ Ասենք կույրերին բուժելը որ տեսնեն։ Հա, Նման բանի չեմ հավատում։ Ես հավատում եմ։ Սարա, դու այդ ինչ ես անում։ Իշուկ իսկ ես չէի տվել։ Եվ երբ լսեցի, որ Հիսուսի մասին եք խոսում, ուզեցի իմանալ։ Հիսուսի մասին ինչ գիտես։ Շատ բան։ Տատիկս գիտի նրա մորը, Մարիամին, ու ինձ ամեն ինչ պատմել է։ Ծնունդը եւ այլ շատ բաներ։ Հրաշալի պատմություն է։ Մարիամը ջահել էր, ապրում էր Նազարեթում։ Նա պիտի ամուսնանար Հովսեփ անունով մարդու հետ։ Մի օր Աստված ուղարկեց Գաբրիել հրեշտակին։ Մի վախեցիր, Մարիամ, Աստծուց շնորհ գտար։ Դու կհղիանաս, որդի կծնես, անունը Հիսուս կդնես։ Բայց այդ ինչպես։ Ես կույս եմ։ Սուրբ Հոգին կգա քեզ վրա, եւ ծնված զավակը բարձրյալ Աստծո որդի կկոչվի։ Նրա թագավորությանը վերջ չի լինի։ Մարիամը վախեցավ հրեշտակից։ Եթե հրեշտակն ինձ հետ խոսեր, ես կվախենայի։ Ինչ եղավ հետո։ Նազարեթցիներ, իմացեք, Իշխանությունը օրենք է ընդունել, որ բոլորը գնան այն քաղաքը, ուր ծնվել են, եւ գրանցվեն։ Թղթի վրա գրեն իրենց անունը։ բոլորը պիտի գրանցվեն։ Յուրաքանչյուրն Ուստի Հովսեփն էլ Մարիամի հետ գնաց Բեթլեհեմ, ուր ինքը ծնվել էր։ Երբ նրանք Բեթլեհեմ հասան, ողջ քաղաքը լիքն էր մարդկանցով, եւ մնալու տեղ չկար։ Միակ տեղը, որ Հովսեփը կարողացավ գտնել, գոմն էր։ Սրա պես մի բան է։ Սրան շատ նման։ Այդ գիշեր ծնվեց Հիսուս մանուկը։ Մոտակա սարերում հովիվներ կային։ Նրանք իրենց ոչխարներն էին պահում, երբ հանկարծ մի հրեշտակ տեսան։ Այսօր Դավթի քաղաքում ձեր փրկիչը ծնվեց։ Նա է Քրիստոս Տերը։ Հովիվները շտապեցին մանկանը տեսնելու։ Նա պառկած էր մսուրում։ Պատկերացնում եք։ Սրա պես մի արկղում ուրիշ շուկիս եմ կերդնում։ Մարիամն ու Հովսեփը Հիսուս մանկանը տարան Երուսաղեմի տաճարը։ Նրանք տեսան Սիմեոնին, որը սիրում էր Աստծուն։ Տեր, այժմ խաղաղությամբ արձակիր քո ծառային ըստ քո խոստման։ Աստծո խոստումն էր, որ նա կապրի այնքան, մինչև Հիսուսին տեսնի։ Քանզի քո փրկությունը տեսա, այս երեխան Աստծո ընտրյալն է։ Օրհնյալ լինեք դուք։ Մանուկ Հիսուսը մեծանում էր որպես Աստծո ընտրյալը, որը բոլորին ներելու է իրենց մտածած, ասած եւ գործած սխալները։ Ինչն Աստված կոչում է մեղք։ Հիսուսը երեխա էր, հիմա մեծ մարդ։ Իսկ նա տղա չի եղել։ Եղել է։ Տատիկս ասում էր, որ 12 տարեկան Հիսուսին Մարիամն ու Հովսեփը տարան Երուսաղեմ։ Նա տաճար մտավ եւ զրուցեց տաճարի ուսուցիչների հետ։ Ում զավակն է։ Տես ինչ հարցեր է տալիս։ Նազարեթցի է։ Վերջապես գտանք, կներեք, ոգևորվել է։
Եվ Հիսուսը ծնողների հետ տուն դարձավ։ Նա օրեցօր ավելի էր իմաստնանում։ Արդեք նրա շավիղները, թող որ ամեն հովիտ լծվի։ Մի օր Հիսուսը գնաց Հովհաննեսի իր ազգականի մոտ։ Նա մկրտում էր Աստծուն հնազանդ մարդկանց։ Այդ օրը մկրտեց և Հիսուսին։ Եվ ներկաները երկնքից լսեցին Աստծո ձայնը։ Աստված ասաց. «Դու ես իմ սիրեցյալ որդին, որից էլ գոհանում եմ»։ Իսկ ինչ արեց նա հետո։ Նա ճամփորդեց քաղաքից քաղաք, մարդկանց պատմելով Աստծո մասին։ Բարև։ Բարև։ Հիսուսը գնաց Նազարեթ, ուր մեծացել էր։ Մի օր նա գնաց տաճար, ուր առաջնորդները խնդրեցին նրան կարդալ Աստծո գրքից։ Այդ հատվածը Աստծո ծրագրի մասին էր, թե Հիսուսը պիտի ուղարկվի մարդկանց մոտ, որ կարողանան ընդմիշտ ապրել Աստծո հետ։ Տիրոջ հոգին ինձ վրա է եւ նա ինձ ընտրեց, որ բարի լուրը բերեմ աղքատներին։ Ինձ ուղարկեց, որ գերիներին ազատ հռչակեմ եւ կույրերին տեսողություն տամ, որ ազատ արձակեմ կեղեքվածներին, հայտնեմ, որ ժամն է Տերը փրկելու է իր ժողովրդին։ Լավ է խոսում։ Եսայու գրվածքից է։ Հյուսն Հովսեփի որդին է։ Դες մեր Մեսիան երբ է գալու։ Լավ ուսուցիչ է։ Սուրբ գրքի այս հատվածն այսօր կատարվեց, երբ լսում էիք ընթերցումը։ Կատարվեց ինչպես։ Բայց միայն Քրիստոսը կարող է կատարել այդ։ Ձեզ ասում եմ, մարգարեն ընդունելի չէ իր Բայց քաղաքում։ շարունակեմ։ Հիսուսն իջնում է ներքև Գալիլեայի ծովը։ Նավակը վարիր դեպի ծովի խորքը։ Ու ձեր ուրկանները նետեք, որ ձուկ որսակ։ Ախ, Տեր իմ, ողջ գիշերը տանջվեցինք ու որս չեղավ։ Բայց որ ասում ես, ցանցը կնետեմ։ Հակոբոս, Հովհաննես, Հակոբոս, Հովհաննես, այս կողմ եկեք, օգնեք, արագ։ Կարող է, շատ լիքն է։ Շատ մի բերնիր այս կողմը։ Դես հա։ Ո՞ր գնամ, ո՞ր։ Հոյքես բան։ Դես հա։ Ո՞ր գնամ, ո՞ր։ Հոյքես բան։ Ո՞ր բերնիր այս կողմը։ Ինչքան զուկա։ Այդ ժամանակ Պետրոսը հասկացավ, որ Հիսուսն Աստծո որդին է։ Եվ վախեցավ, որովհետև շատ սխալներ էր թույլ տվել իր կյանքում։ Նա չէր կարող հասկանալ, թե ինչպես Հիսուսի նման սուրբ եւ հզոր մեկն ընդունում է իրպես մեղավորին։ ինձնից հեռու կաց, Տեր, ես մեղավոր մարդ եմ։ Մի վախեցիր։ Լավ, ես գնամ։ Ես էլ եմ գալիս։ Ես էլ։ Ց։ Առայժմ։ Որտեղ է իր Բենյամին։ Էլի ինքերներից հետ է իր։ Այո, հայր։ Քաղեբը կար։ Այո, հայր։ Ինչքան ասեմ, որ ընկերություն չանես այդ տղայի հետ։ Բայց հայրիկ, Նրա հայրը հավատում է Հիսուսի մասին անհեթեթ լուրերին։ հայրիկ, բայց միթե սխալ է։ Գիտենք, որ Աստված հզոր արքա է մեզ տալու, բայց նրա հայրը հավատում է, թե Մսուրում ծնվածը հենց նա է, անմիտ բան։ Իսկ եթե նա ճիշտ լինի, Ոչ Բենյամին բավական է, այս մասին էլ խոսք չլինի։
Լավ հայր։ Փնտրեք Աստծուն, քանի դեռ հնարավոր է գտնել։ Կանչեք նրան, քանի դեռ մոտ է։ Թող չար մարդը հրաժարվի իր ընթացքից եւ անօրենը իր խորհուրդներից։ Տիրոջը դարձեք եւ Տերը կողորմի ու կների։ Խնդությամբ պիտի ելնեք, խաղաղությամբ առաջնորդվեք։ Գիտեք թե ինչ եղավ այսօր։ Ես այնտեղ էի։ Ինչ։ Հիսուսը խոսում էր եւ ուսուցանում Աստծո սերը։ Տաճարում մարդկանց տեղ ու դադար չկա։ Իսկ դրսում էլ ավելի շատ էին։ Բոլորն ուզում էին տեսնել նրան։ Հիսուս, խնդրում եմ փրկիր միակ աղջկաս։ Տեր ողորմյա, 12 տարեկան է, մեռնում է։ Աղաչում եմ գաս։ Նրան հանգիստ թող հայրս։ Հիսուս։ Աղջիկդ մեռավ, էլ մի անհանդստացրու Սուշի։ Մի վախենա։ Միայն հավատա եւ նա կապրի։ Ինչ ասաց։ Փոքրիկ, վեր կաց։ Նրան ուտելու բան տվեք։ Իրոք այդպես եղավ։ Այո, չէր էլ ասի, թե հիվանդ էր եղել։ Հայրս ասաց, Հիսուսի ընկերների մեջ սխալ բաներ անողներ կան, մեղավորների մի խումբ են։ Ճիշտ ես ասում, բայց պատճառն այն է, որ Հիսուսը բոլոր մարդկանց է շատ սիրում եւ հոգ տանում։ Հայրիկս ինձ պատմեց Մաթեոս անունով մի մարդու մասին, որը քաղաք եկող մարդկանցից դրամ հարկ էր հավաքում։ Եկ ինձ հետ։ Մաթեոսը մեկն է Հիսուսի ընտրած 12 առաքյալներից։ Սրանք իր մտերիմներն են, հետը շրջելիս մարդկանց Աստծո մասին են պատմում։ Սիմոնը, որին նաև Պետրոս են ասում, Անդրեասը, Պետրոսի եղբայրը, Հակոբոսը, Հովհաննեսը, Փիլիպոսը, Բարթողոմեոսը, Մաթեոսը, Թովմասը, Միուս Հակոբոսը, Միուս Սիմոնը, Հակոբոսի եղբայր Հուդան եւ Հուդա Իսկարիովտացին։ Այդքան շատ բան ո՞նց ես հիշում։ Խելքը շատ է։ Նրա խելքը շատ չէ, դու ես շատ հիմար։ Հիմար չեմ։ Դու քո իշիպես դմբո ես։ Հեյ ակլոր, ինքը իմ ընկերն է։ Էտո ես ակլոր ասում, հա։ Նրան հանգիստ թող։ Էտո վեինց պիտի հաղթի դու, հա։ Ամոս։ Քթից բռնի, դանգաստիր նրան։ Ահ, ցավում է։ Կվատանա, եթե չլվանք։ Ինչ է եղել։ Կռիվ է արել։ Քեզ չեմ հարցնում Լիա։ Ներիր։ Քաղաքի հետ եմ կռվել։ Հիսուսի մասին էին խոսում։ Նրանք միշտ հավաքվում են Սարայից գոմում։ Ասում էի, չէ, որ այդ Հիսուսի մասին խոսելուց լավ բան դուրս չի գա, նա մեր արքան չէ, բնավ։ Բայց արի, ես կարծում եմ, որ նա իրոք Աստծո որդին է, հա։ Հերիք է։ Մի քիչ կոպիտ չես տղայի հետ։ Չէ, չեմ կարծում։ Շուտով հարկ չի լինի զգուշանալ։ Լսել եմ, որ Հիսուսի հետևորդ կոչեցյալների մեջ դավաճան կա։ Եթե ճիշտ է, նա մեզ էլ հոգս չի պատճառի։ Սիրեք ձեր թշնամիներին։
Բարիք արեք ձեզ ատողներին, օրհնեք ձեզ անիծողներին, աղոթեք ձեզ նեղողների համար։ Վերցրու։ Եթե մեկը ապտակում է այտից, նրան մյուս այտդ էլ մոտեցրու։ Եթե մեկը խլում է բաճկոնը, թող որ շապիկդ էլ վերցնի։ Տուր բոլորին, ովքեր քեզնից խնդրում են։ Ով քեզնից մի բան է վերցնում, այն կրկին հետ մի պահանջիր։ Արա մարդկանց, միայն այն ինչ կուզեիր, որ քեզ անեն։ Տեսնես ով է այս մարդը։ Դու կարծում ես, թե նա Մեսիան է։ Ինչ նկատի ուներ Մեսիա ասելով։ Այդ մասին խոսում էին տաճարում։ Մեսիա, այսինքն խոստացված։ Եկեք գնանք նրանց հետ։ Ուտելիք է, չէ։ Այո։ Տեսակ ինչ հրաշքներ արեց Հիսուսը։ Հավատս չի գալիս։ Նա ընկերացել է հարկահավաքների եւ մեղավորների հետ։ Սա ինչ է անում այստեղ։ Չգիտեմ։ Սա ինչ է անում։ Եթե այս մարդն իրոք մարգարե լիներ, ապա կիմանար, թե ով է այս կինը։ Կիմանար, թե ինչ մեղավոր կյանք է վարում։ Սիմոն, գիտեմ ով է այս կինը։ Թույլ տուր մի բան պատմեմ։ Մի մարդ կար, որ երկու պարտապան ուներ։ Մեկը 500 արծաթ դրամ էր պարտք, մյուսը 50։ Նրանք չկարողացան պարտքը տալ, երկուսին էլ ներեց։ Ով շատ կսիրի նրան։ Ես կարծում եմ դա այն մեկն է, ում շատ ներվեց։ Այո, ճիշտ է։ Տեսնում ես այս կնոջը։ Քո տուն մտա, ոտքերիս համար ջուր չբերեցիր։ Իսկ սա ոտքերս լված արցունքներով եւ մազերով էլ սրբեց։ Դու ինձ մի համբույր էլ չտվիր։ Իսկ սա շարունակ ոտքերս է համբուրում։ Իմ գլխի համար դու յուղ չտվեցիր։ Իսկ նա ոտքերս անուշ յուղովոցեց։ Ասում եմ քեզ, իր մեծ սերը ցույց է տալիս, որ իր բազում մեղքերը ներված են, բայց նրան ում քիչ է ներված, նա քիչ է սիրում։ Քո մեղքերը քեզ ներված են։ Հավատդ քեզ փրկեց, գնա խաղաղություն։ Ինձ բարձրացրու։ Արի ուսիս վրա։ Հիմա տեսնում ես։ Հիսուսին տեսնում եմ։ Մի սերմնացան ելավ ցանելու։ Սերմանելիս մի մասն ընկավ ճանապարհի եզրին ու տրորվեց, եւ երկնքի թռչուններն այն կերան։ Մի մասն ընկավ ժայռոտ տեղ, եւ երբ բուսավ շուտ չորացավ, որովհետեւ խոնավություն չկար։ Մյուսն ընկավ փշերի մեջ։ Փշերը դրանց հետ բուսնելով խեղդեցին։ Մի մասն ընկավ պարարտ հողի մեջ։ Աճեց ու պտուղ տվեց։ Հարյուրապատիկ։ Սերմը Աստծո խոսքն է։ Ճամփեզրի սերմերը նրանք են, որ լսում են, ապա սատանան գալիս եւ հանում է Աստծո խոսքը նրանց սրտից, որ չհավատան ու չփրկվեն։ Ապա ռաժի վրայինները լսում են խոսքը եւ ուրախությամբ ընդունում։
բայց արմատ չունեն։ Որոշ ժամանակ հավատում են, իսկ երբ փորձության ժամը գալիս է, հեռանում են։ Փշերի մեջ ընկածները խոսքը լսելիս, այս կյանքի հոգսերն ու հարստության պատրանքները խեղդում են այն և անպտուղ են լինում։ Իսկ պարարտ հողում ընկածները, նրանք են, որոնք լսում են խոսքը և այն պահում բարի ու խոնար սրտում և համբերելով պտուղ տալ։ Ուր է ձեր հավատը։ Ինձ սա հետաքրքրեց։ Որքան արժե։ Նաթան։ Լսեցի՞ր, Հիսուսը գալիս է։ Այստեղ է գալիս։ Նա դուրս է գալիս քաղաքից, եկեք մենք էլ գնանք։ Հա, գնանք։ Ներիր, որ խփեցի Բենյամին։ Ներում ես։ Տերիմ, ժողովրդին բաց թող, որպեսզի գնան մոտակա գյուղերն ու ագարակները կերակուր ու մնալու տեղ գտնեն։ Սա ամայի վայր է։ Դուք նրանց ուտելու բան տվեք։ Մենք միայն 5 հաց ունենք ու 2 ձուկ։ Օրհնյալ ես դու, ով Տեր մեր Աստված, տիեզերքի Թագավոր, որ երկրից հաց ես հանում։ Սա հրաշք է, այո։ Այ քեզ բան, հրաշք է։ Բոլոր ինքը բավականացնի։ Ինչպես չհավատաս, որ Հիսուսը Աստծո որդին է։ Որտեղ էիր։ Հայրիկ, ուզում եմ քեզ ճիշտն ասել։ Հիսուսին էինք լսում։ Ում։ Հավատս չի գալիս, թեև սեփական աչքով եմ տեսել։ Մի քանի ձուկն ու հացը նա շատացրեց այնքան, որ բավարարեց բազմությանը։ Ով գիտե, Հովնաթան, գուցե նա իրոք Մեսիան է։
Տես դու էլ չսկսես նրան հավատալ։ Ինչ անեմ ես։ Սուրբ Գիրքն ինչ է ասում։ Դու ինչպես ես մեկնում։ Սիրիր քո Տեր Աստծուն, ողջ սրտով, քո ողջ հոգով, ողջ զորությամբ եւ քո ողջ մտքով։ Եվ սիրիր ընկերոջդ անձիդ պես։ Շատ ճիշտ է։ Այդ արա եւ կփրկվես։ Ո՞վ է ընկերս։ Երուսաղեմից Երիքով իջնող մի մարդու ավազակները մերկացրին, ծեծեցին եւ կիսամերթ թողնելով փախան։ Պատահեց այնպես, որ մի քահանա եկավ։ Երբ տեսավ այդ մարդուն, անցավ մյուս կողմը։ Նույն տեղով նաև մի ղևտացի էր գնում։ Մոտեցավ, նայեց այդ մարդուն եւ ապա անցավ մյուս կողմը։ Բայց մի սամարացի, որ ճանապարհորդում էր, հասավ այդտեղ եւ տեսնելով վիրավոր այդ մարդուն, խղճաց նրան։ Մոտեցավ, վերքերին ձեթ ու գինի լցրեց, վիրակապեց, ապա դրեց իր գրաստի վրա, տարավ մի պանդոկ ու խնամեց։ Հաջորդ օրը պանդոկապանին 2 արծաթե դրամ տվեց, որ հոգ տանի, եւ ասաց. «Երբ մյուս անգամ գամ, կհատուցեմ այն, ինչ սրանից բացի կծախսես նրա վրա»։ Այս երեքից որ մեկը ընկերոջ պես վարվեց ավազակների ձեռքն ընկած մարդու հետ։ Նա ով ողորմած եղավ։ Դու էլ նույնն արա։ Ախ, թույլ տվեք այս մանուկներին ինձ մոտ գալու, մի արգելեք նրանց, քանի որ այսպիսիներինն է Աստծո թագավորությունը։ Ով որ Աստծո թագավորությունը չընդունի ինչպես մի մանուկ, նա բնավ չի մտնի այնտեղ։ Ով սրան ընդունի իմ անունով, ինձ է ընդունում, իսկ ինձ ընդունողն ընդունում է ինձ ուղարկողին։ Քանզի ով որ ձեր մեջ հետինն է, նա է մեծը։ Ողորմացեք։ Մի բան չեք տա։ Ինչ է կատարվում, ինչ է եղել։ Հիսուսն ազովրեցին է անցնում։ Հիսուս, Դավթի որդի, ողորմիր ինձ։ Ո՞ց է մի բան անի։ Գրեք, լուր մնացեք։ Ինչ ես ուզում, որ անեմ քեզ համար։ Ուզում եմ տեսնել, Տեր։ Ուրեմն տես։ Հավատդ քեզ փրկեց։ Տեսնում եմ։ Տեսնում եմ։ Տեսնում եմ։ Պարկ ես, Տեր։ Այս մարդն իրոք մարգար է։ Տերին, փրկին։ Ախ, Տեր, փրկիր մեզ, փրկիր Տիրոջը։ Մեզ ճիշտ ուղին ցույց տուր, Տեր։ Ես էլ եմ տեսնում։ Ահա նա։ Այդ մարդն ինչու է ելնում ծառը։ Կարճ լիք է ներքևից չի տեսնի։ Դե իջիր Զաքեոս, այսօր քո տանը պետք է մնամ։ Ով կգնա նրա տուն։ Սա որտեղից գիտի Հիսուսին։ Շատ լավ է։ Հաց կտաս։ Մի քիչ կխմեք։ Լսեք։ Կտամ ունեցվածքիս կեսը խեղճերին։ Եվ եթե ես մեկին խաբել եմ, կփոխհատուցեմ քարապատի։ Չէ, մի չէ, հարկավաթի ետ տա վերցրած դրամը, անհնար բան է։
Այսօր այս տանը փրկություն եղավ, որովհետև այս մարդն էլ Աբրահամի որդի է։ Մարդու որդին եկավ փնտրելու եւ փրկելու կորածին։ Լսեք։ Ահա գնում ենք Երուսաղեմ, ուր կկատարվեն մարդու որդու մասին կանխասացումները։ Նրան պիտի մատնեն հեթանոսներին, պիտի ծաղրեն և թքեն վրան ու խայտառակալեն, ծեծեն ու սպանեն, բայց երրորդ օրը հարություն կառնի։ Բարև Սառա։ Բարև։ Հա, կարծես այստեղ մի բան փոխվել է։ Հա, Սառայի շուկը չկա։ Կա, պարզապես տվել եմ մեկին, որ բանեցնի։ Ում էր պետք քո հալից ընկած էշը։ Վարդապետ, աշակերտների տասա լռեն։ Ասում եմ ձեզ, եթե նրանք լռեն, ապա քարերը կաղաղակեն։ Խաղաղություն երկնքում և փառք բարձունքներում։ 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18 Հիսուսն ինչու է զայրացավ։ Նրանք տաճարը շուկայի վայր են դարձրել, Աստծուն պաշտելու վայրի փոխարեն։ Գրված է որ, իմ տունը աղոթքի տուն է, դուք այն գողերի որ չեք վերացել։ Անասուններս, պահիր, պիթո։ Դա շատ քիչ է։ Չես կարող ավել տալ։ Ասում եմ, այս աղքատայրին բոլորից ավելի գցեց։ Քանզի մյուսներն ընծատվեցին իրենց կուտակածներից, իսկ նա, լինելով աղքատ, տվեց իր ամբողջ ապրուստը։ Ուսուցիչ, մենք գիտենք ինչ որ ասում ես ճիշտ է։ Գիտենք, որ կարևորություն չես տալիս մարդու դիրքին, այլ ճշմարիտն ես սովորեցնում։ Ասա, մեր օրենքին դեմ է, որ կայսրին հարկ տանք։ Ինչ ես ասում, տանք թե ոչ։ Զգուշտեր, խորամանկում են։ Ցույց տուր ինձ դրամը։ Արծաթ դրամը։ Ում պատկերն ու գիրն ունի։ Կայսրին։ Ուրեմն տվեք կայսրին, այն ինչ կայսրինն է։ Իսկ Աստծուն, այն ինչ Աստծունն է։ Դրան ինչ կասես։ Պետրոսը, ինչ ես կարծում, ինչ է անում։ Ոնց որ թե զատկի համար ուտելիք է գնում։ Հույժ ցանկացա զատկի այս ընթրիքը ձեզ հետ անել նախքան չարչարվելս։
Ասում եմ ձեզ, այլևս սրանից չեմ ուտելու, մինչև որ զատիկը իրոք չկատարվի Աստծո թագավորության մեջ։ Օրհնյալ ես ով Տեր մեր Աստված, տիեզերքի թագավոր, որ վազից պտուղ ես աճեցնում։ Վերցրեք այս եւ բաժնեկցեք իրար մեջ։ Օրհնյալ ես ով Տեր մեր Աստված, տիեզերքի թագավոր, որ հողից հաց ես դուրս հանում։ Այս է իմ մարմինը, որ ձեզ համար է տրված։ Այս արեք իմ հիշատակի համար։ Այս բաժակը նոր ուխտ է իմ արյունով, ձեզ համար թափված։ Բայց ահա իմ մատնիչի ձեռքը ինձ հետ այս սեղանի վրա է։ Մարդու որդին պետք է մեռնի, ինչպես որ Աստված սահմանել է, բայց վայ այն մարդուն, որ կմատնի նրան։ Ում նկատի ունի։ Տեր այդ ով է։ Ում նկատի ունի։ Տեր, ես պատրաստ եմ քեզ հետ մինչև բանտ գնալ եւ մեռնել քեզ հետ։ Ասում եմ քեզ, Պետրոս, այսօր աղաղը դեռ չկանչած դու 3 անգամ կուրանաս ինձ։ Խորհուրդը որոշում է կայացրել։ Հովնաթան, սա ինչ է։ Կարծես թե հրեաների թագավոր կոչեցյալի վերջը եկել է։ Հենց նոր խորհրդից լուր ստացա։ Հիսուսի հետևորդներից մեկը, Հուդա Իսկարիովտացին, համաձայնել է օգնել, որ նրան ձերբակալեն։ Ինչպես նրան համոզեցին նման բան անել։ Շատ բան չպահանջվեց։ Միայն 30 արծաթ։ Այս գիշեր կձերբակալեն Հիսուսին, հաստատ ձեռքներից դուրս չի պրծնի։ Չէ։ Ինչու։ Հուդա։ Համբուրելով է, որ մատնում ես մարդու որդուն։ Հեյ, ծրերով արված ենք։ Բավական է։ Հրաշք բան է։ Ավազակ եմ, որ սրերով ու մահակներով եք գալիս։ Ամեն օր ձեզ հետ տաճարում էի, սակայն չփորձեցիք ինձ ձերբակալել։ Բայց այս է ահա ձեր ժամը։ Խավարի իշխանության ժամը։ Ձերբակալեք դրան։ Այս է քեզ թագավորական թիկնոց։ Ասանես թե ինչ է լինելու։ Դու մեզ պիտի փրկես։ Ձերդ պայծառություն։ Դու ես մեզ փրկելու։ Սա էլ էր Հիսուսի հետ։ Ես նրան չեմ էլ ճանաչում։ Նրանք իրար հետ էին։ Դու էլ ես նրանցից։
Ես նրանցից չեմ։ Կասկած չկա, այս մարդը Հիսուսի հետ էր, որովհետև սա էլ է Գալիլեացի։ Հեռու գնա։ Չգիտեմ ինչի մասին եք խոսում։ Նաթան։ Ինչ է եղել, Բենյամին։ Հիսուսը փորձանքի մեջ է, շուտ գնանք հասնենք մյուսներին։ Ով խփեց, ասա։ Գրեհիր։ Ով է աջորդը։ Վերջ տվեք։ Վերջ ասացի։ Ատյանի առաջ տարեք։ Գնա։ Ասա, դու Քրիստոսն ես։ Եթե ասեմ, դուք ինձ չեք հավատա։ Եթե հիմա ձեզ հարց էլ տամ, ինձ չեք պատասխանի։ Սրանից հետո մարդու որդին կնստի ամենակալ Աստծո աջ կողմում։ Դու ինչ է։ Աստծո որդին ես։ Այո, ես եմ։ Նրանով է իշխանություն տվել, որ այս բանն ասի։ Լսեցինք, թե նա ինչ ասաց։ Նրան տանենք Պիղատոսի մոտ։ Այո, թող կորչի։ Հիսուսին տանում են Պիղատոսի մոտ։ Պիղատոսի? Բայց նա ստոր մի կառավարիչ է։ Նա արդեն հազարավոր մարդկանց է սպանել, կախել տալով խաչերից։ Գնա։ Ինչ եք անում այստեղ, առավոտյան այս ժամին։ Սա ժողովրդին մոլորեցնում էր։ Տաճարի բակում իրան անցում գցեց։ Ինչ պատիժ պիտի տրվի նրան։ Դատեք։ Այս մարդուն դատապարտելու պատճառ չեմ տեսնում։ Նրան մեղադրում են, խռովարար է, արգելում էր կայսրին հարկ տալ, իրեն համարում է Քրիստոս, թագավոր։ Թագավոր։ Հրեաների թագավորն ես դու։ Դու ասացիր։ Կարոզել է Գալիլեայում եւ հասել այստեղ։ Գալիլեա։ Իրոք Գալիլեացի է։ Այդ դեպքում Հերովդեսը թող քննի։ Նա դեռ Երուսաղեմում է, այդպես չէ։ Նրա մոտ տարեք։ Ով ես եւ այդ ինչ է որ ասում ես։ Ովքեր են քո աշակերտները։
Ասում են, թե հրաշքներ կարող ես անել։ Մի հրաշք ցույց տուր ինձ։ Տերիմ, խառնակում է ժողովրդի միտքը, իրեն կոչում թագավոր։ Այս մարդը թագավոր։ Ձեր այդ մեծություն։ Նախշեք դրան։ Դարեք Պիղատոսի մոտ, սա նրա մարզն է։ Մարդը մահվան արժանի բան չի արել։ Թող մի լավ մտրակեն ու բաց թողնեն։ Դու պարտավոր ես այս տոնին մեզ համար մի մարդ ազատել։ Ազատիր Բարաբային։ Այո, վերացրու այս մարդուն։ Ազատիր Բարաբային։ Խաչը հալիր դրան։ Այո, խաչիր դրան։ Դու, ծեծեք։ Փողեք դրան, նա Մեսիան է։ Նա ոչինչ չի արել։ Ետ քաշվի, հեռու գնա։ Չքվի։ Ետ քաշվի։ Չես սպանի, չես հեռու գնա։ Հերկար, ետ քաշվի։ Դու։ Անունը։ Սիմոն Կյորենացիտ է։ Արի ես կողմ։ Գնա, այս կողմ, արագ։ Իսկ հիմա դու շուտ արա, արագացրու։ Բարանները։ Ներիր դրանց, հայր։ Չգիտեն ինչ են անում։ Ուրիշներին փրկել է, թող իրեն էլ փրկի։ Այո, փրկիր ինքդ քեզ, եթե Քրիստոսն ես։ Ցած իջիր խաչից։ Բանե մի հրաշք մեզ ցույց տուր։
Ով էլ այդ ինչ է գրված։ Հրյաների թագավոր։ Եթե թագավորը ինչու են այսպես վարվում։ Չգիտեմ։ Հովնաթան։ Ինչ ես կարծում մենք։ Ինչ է կատարվում։ Հայր։ Ես քո ձեռքն եմ ավանդում։ Իմ հոգին։ Ուսուցչի համար գերեզման եմ պատրաստել։ Ուզում եմ վերցնել մարմինը։ Կարող ես վերցնել։ Մենք յուղուխում կվերցնենք տիրոջ մարմինն օծելու համար։ Ես կօգնեմ։ Միայն շտապեք, շաբաթը մոտենում է։ Չեմ հավատում, որ նրան էլ չենք տեսնելու։ Սպասիր։ Դուք չեք հիշում, թե Հիսուսն ինչ էր հաճախ ասում իր մասին։ Ինչ։ Ես հիշում եմ, ասում էր, որ երրորդ օրը ինքը հարություն կառնի։ Տեսեք, քարը գլորվել է։ Ինչու եք ողջին մեռելների մեջ փնտրում։ Նա այստեղ չէ, այլ հարություն է առել։ Հիշեք, թե նա ինչ էր ասում, երբ Գալիլեայում էր։ Մարդու որդին պիտի մեղավոր մարդկանց ձեռքը մատնվի, խաչվի եւ երրորդ օրը հարություն առնի։ Լսեք, քարը մի կողմ էր գլորված։ Ներս մտանք եւ մեր տիրոջ մարմինը այնտեղ չէր։ Չկար։ Հրեշտակներ երևացին, շողում էին, արևի պես, մեզ ասացին, ինչու եք դուք ողջին փնտրում մեռելների մեջ, ճիշտ եմ ասում։ Ինչ են խոսում։ Ես չեմ հավատում։ Հավատացեք։ Հավատացեք։ Մենք նրանց տեսանք։ Գնացեք եւ ինքներդ համոզվեք։ Գերեզմանը դատարկ է։ Մեր Տերը չկա։ Պետրոս, պետք է հավատալ։
Տերը իրոք հարություն է առել։ Նա երևացել է Սիմոնին։ Մենք չճանաչեցինք նրան։ Ճանապարհին։ Հացը կտրելիս ճանաչեցինք։ Էմավուս, բայց ինչու Էմավուս։ Խաղաղություն ձեզ։ Ինչու եք անհանգիստ։ Ինչու են ձեր մտքում կասկածներ ծագում։ Նայեք ձեռքերիս եւ ոտքերիս։ Համոզվեք, որ ես եմ։ Շոշափեք ու տեսեք։ Ոգին մարմին ու ոսկորներ չունի, իսկ ես ունեմ։ Ահա այս բաների մասին էի խոսում, երբ դեռ ձեզ հետ էի։ Թե պետք է կատարվի Մովսեսի օրենքում, մարգարեներում եւ սաղմոսներում իմ մասին բոլոր գրվածը։ Ահա այս է գրված. Մեսիան պետք է չարչարվի եւ երրորդ օրը հարություն առնի։ Նրա անվամբ ապաշխարություն եւ մեղքերի ներում պետք է քարոզվի բոլոր ազգերին։ Երուսաղեմից սկսած։ Երբ Քաղեբն ասաց, որ Հիսուսն Աստծո որդին է, չհավատացի։ Բայց հետո տեսա Հիսուսի արածները եւ լսեցի նրա խոսքերը Աստծո սիրո մասին։ Տեսա, թե ինչպես էին Հիսուսին ծեծում։ Դաժան վարվեցին։ Ինչպես նրան գամեցին խաչին։ Ինչպես մեռավ։ Ինքս տեսա, որ նրա մարմինը իջեցրին եւ տարան։ Չէի կարծում, թե Հիսուսին նորից կտեսնեմ։ Բայց հրաշալի մի բան եղավ։ Աստված պահեց իր խոստումը։ Նա Հիսուսին կյանքի կոչեց եւ ասաց. Եթե հավատանք, որ նա Աստծո որդին է եւ մեռել է մեզ համար, մենք իր հետ կապրենք։ Այժմ եւ հավիտյան։ Ուրախ եմ, քանզի այդ եմ ուզում անել։ Ահ, ինչ սքանչելի է։ Եվ ճիշտ է։ Քաղեբի, Հովելի, Նաթանի եւ Բենյամինի հետ իմացաք, թե ով է Հիսուսը։ Դուք տեսաք, ես հավատացի, որ Հիսուսը Աստծո որդին է եւ խնդրեցի, որ գա իմ մեջ։ Հիմա ընտրության հերթը ձերն է։ Կուզեք Հիսուսին խնդրել, որ ձեզ ների։ Գուցե դուք ասեք, ես չեմ հասկանում, կամ կուզեի նախ խոսել ծնողներիս հետ, կամ դեռևս պատրաստ չեմ։ Կարող եք ասել, այո, ուզում եմ Հիսուսին ասել, արի իմ մեջ հիմա։ Ուզում եմ, որ Հիսուսը ների իմ մեղքերը, իմ մտածած, ասած ու արած սխալները։ Նրան կարող ես ասել, որ ուզում ես հավիտյան իր հետ ապրել։ Եվ եթե քո պատասխանն այո է, ապա դու կարող ես խոսել Աստծո հետ եւ այսպես աղոթել. Աստված իմ, հավատում եմ Հիսուսին, քո որդուն։ Փառք եմ տալիս քեզ, որ իմ մտածած, ասած եւ արած սխալների համար Հիսուսը խաչվեց։ Խնդրում եմ, ների մեղքերս։ Խնդրում եմ, որ Հիսուսը միշտ լինի ինձ հետ եւ իմ մեջ։ Օգնիր լինեմ այնպիսին, ինչպիսին դու ես ուզում։ Փառք քեզ, որ լսեցիր աղոթքս։ Կուզեիր հենց հիմա աղոթել։ Եթե ասում ես այո, դիմիր Աստծուն ինձ հետ։ Դանդաղ կաղոթեմ։ Ինձնից հետո դու էլ կրկնիր. Աստված իմ, հավատում եմ Հիսուսին, քո որդուն։ Փառք քեզ, որ իմ մտածած, ասած եւ արած սխալների համար Հիսուսը խաչվեց։ Խնդրում եմ, ների մեղքերս։ Խնդրում եմ, որ Հիսուսը միշտ լինի ինձ հետ եւ իմ մեջ։ Օգնիր լինեմ այնպիսին, ինչպիսին դու ես ուզում։ Փառք քեզ, որ լսեցիր աղոթքս։ Ամեն։ Հավատա Աստծուն, նա քեզ սիրում է, ներում եւ միշտ կլինի քո մեջ։ Եթե աղոթեցիր, ասա ինչ-որ մեկին, հայրիկիդ կամ մայրիկիդ, տատիկիդ, պապիկիդ կամ ընկերոջդ։ Դու հիմա սկսում ես կյանքիդ ամենամեծ վայելքը։
Սա մտերմիկ կապ է Հիսուսի եւ Աստծո, իր հոր հետ։ Աստծուն հասկանալու եւ սիրելու համար 4 բան կա։ Կարդա Աստվածաշունչն ամեն օր։ Հարյուրավոր խոստումներ է Աստված գրել քեզ համար։ Խոսիր Աստծո հետ։ Աստծո հետ կարող ես միշտ խոսել, ամեն բան եւ ամեն տեղ։ Մարդկանց պատմիր Հիսուսի մասին։ Ջանա լինել նրան սիրող եւ ճանաչող մարդկանց հետ։ Մեզ համար շատ հաճելի էր ձեզ պատմել Հիսուսի պատմություն։ Այժմ հերթը քոնն է։ Գնա պատմիր ընկերներիդ։